Լավ մարդկանց եմ ողջունում, բարի երեկո։ Բայց հիմա այնինչ շատ կարճ ուզում եմ մեկ անգամ եւս նշել այդ Տականք Փաշինյանի կողմնակիցներին։ Հիմա ասացեք քննրեմ, միջև դրա վարչապետ դրան զորպայությամբ, ղախպությամբ, դավաճանությամբ, դավադրության արդյունքում նստացնելը, որ այս ամբողջը ինչ, այս ամենը ինչ տեսնում եք, կատարում է ԱՄՆ-ի հրանգները, որ Տրամպը ասի, տեսեք, ինչ լավ բան է արել, հաշտեցրել է, Տրամպը հայտարարում է, նրան էլ սովորեցրել է, չէ՞ դրա խորհրդականները եւ այսինքն դրան ովքեր վարում էին այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի քաղաքականությունը Անդրկովկասում։ Այսինքն սա էր Տրամպը ընդգծում է, հայտարարում է, սա էր նրանց նպատակը, այսինքն թքած ունեն ձեր վրա Ղարաբաղցիներ, թե ինչպես ուզում եք կոչել, բնակչությունը ձեզ վտարեցին, բազմաթիվ խնդիրներ ունեք, պրոբլեմներ ունեք, թքած ունեն, զոհերի վրա այդ տականքները, հասկանում եք, այդ ղախպա լեզուն Անտինյանի եւ նման այլանդակ ղախպեկի լեզուները պապանցվի, ստահակներ, ով սենց իմ նման չի ասում, բայց իմ ասածս դրա կողմնակիցներին է, չուներ, չէ, հիմա տեսեք ինչա կատարում է դրա Facebook-ում, մտնում եք, լայք եք դնում, ուրեմն դուք իմացեք, հա, ոնց որ մեկը մի հատ, չգիտեմ ոնց ասեմ, ղախպա է, ինչա թե մի հատ կետ ունի, չգիտեմ ինչա, սալոնա թե ինչա, որ հանգարց խնդիրներ չառաջանա իր մոտ, որտեղ ինքը գիտի ինչ, անօրեն պետությունում է ապրում։ Մտնում է լայք է դնում այդ ղախպին, Տականք Նիկոլի, այդ զզվանքի ապրանքի ոնց ասել այդ այլանդակի, ուրեմն դուք բոլորդ իմացեք, որ դուք դառնում եք, તો մենակ այդ լայք դնելով, մենակ գովերքելով այդ սատանու տարածներ, ոնց ասեմ, միայն դրանով դուք, այդ չասած որ քվեարկում եք այդ ղախպի օգտին, դուք դառնում եք հանցակից այն ամենի, ինչ կատարվեց 18 թվականից։ Այդքան միտումնավոր զոհերի, որ բերեց ես, միտումնավոր ես ղախպի ծնունդ ես Սատանա Փաշինյանը բերեց։ Այն բազմաթիվ ծայրահեղ այլանդակ անարդարությունների մասնակից եք դուք դառնում, այսինքն հանցակից եք դառնում։ Դուք նաև հանցակից եք նրանում, որ ես ստեղ ձեր սրբափիղծ Տականք Նիկոլի հանցավոր հրանգով, հրամանով առանց անձնակիր նստած եմ, ղախպեք, դուք տուժ եք ձեր կաշվեկի վրա, լեզուները պապանցվի, ձեր կաշվեկի վրա դուք զգաք։ Հիմա դուք գիտեք էլ ստացվում է այս վերջի նորություններ, որ ասեմ, արդեն պաշտոնապես հայտարարված է 3 դպրոցներում Երևանում դասավանդելու են Նիկոլ այրվես Տականք շուտապույտ դժողքում հայտնվես, թուրքերեն դասավանդելու են, սա ոնց եք հերկելու, ղախպի բալեք, ոչ ռուսերեն, հասկանում եք, ոչ էլ ֆրանսերեն գոնե, սա էլ է, հա, պատահական հանկարծ, սա միտու, Սատանա ծնունդ ես պակվի Նիկոլ, դու միայն նրանք, ովքեր Նիկոլ այդ ղախպա էջում, Facebook էջում, ունկնդրելով դրա այդ պիդերը զզվելի, գարշելի սփածը եւ ոչ մի կապ չունի ինչ պատճառով, ինչ պատճառաբանությամբ, դուք դրանով է իսկ դառնում եք Նիկոլի հանցակիցներ եւ եթե դու անօրեն զավթած վարչապետի աթոռը Նիկոլ Սրիկա հույս ունես փրկվելու մասնակցելով եկեղեցական արարողությանը այդ Ջհուդա Իսկարիոտի տեսակի նմանի հետ, որը այդ Ստյոպիկ կոչվածի, որը վտարված է եկեղեցականների եւ կաթողիկոսի կողմից։ Եկեղեցուց վտարված է, ինչպիսին էր որ չլինի եկեղեցականները եւ կաթողիկոսը։ Եվ եթե հույս ունես փրկվելու համբյուրելով Աստվածաշունչը այդ Ջհուդա Իսկարիոտի տեսակի ձերքում, ապա չարաչար սխալվում ես, որովհետև ասված է ոմանց խաչը կբարձրացնի, բայց ոմանց վրա
կընկնի եւ կլղճի խաչը։ Մեկը դու ես, Նիկոլ, սրիկա Նիկոլ, դժողքի շեմին կանգնած Նիկոլ, դու համբյուրեցիր քո մահը, դու համբյուրեցիր քո դագաղը, եթե դրան իհարկե արժանանաս, այսինքն քեզ սատկացնելուց հետո դագաղել կողեն։ Հիմա գիտեք, ասել թե սեփական աչքում գերանը չնկատելով ուրիշի աչքի ունքի վրա փոշե հատիկն ես մատնանշում։ Սա էլ կլինի խիստ անբավարար, այսպես ասելը, որպեսզի ներկայացնել ողջ պատկերը այն պղծությունը, որով անազգամ Նիկոլը ոտնձգել է թե եկեղեցականների, թե քաղաքացիների, թե պետության եւ պետականության վրա։ Եվ ցանկացած մեկնաբանություններն էլ կրկին անգամ ավելորդ են դառնում հերթական նորությունից հետո։ Իսկ նկատի ունեմ դպրոցները Երևանում, մայրաքաղաքում թրքացնելու պրոցեսը, որը արդեն իրականացնում է սրիկա Նիկոլը։ Մեկնաբանել չէ, այստեղ գործել է պետք։ Սակայն խոսքս վերաբերում էր Նիկոլի հետևորդներին, այն կեղծալայքողներին, ծայրահեղ անպատասխանատու այն աստիճան, որ հաշվետվություն չեն տալիս, հասկանում եք, որ իրենց երեխաներն են տուժելու, եթե Հայաստանը շարունակի լողալ այն ուղղությամբ, որով քշում է Նիկոլը այս կեղտահոսքերով ձեզ եւ ձեր ընտանիքները, բայց դուք էլ ձեր կաշվի վրա պետք է զգաք ձեր ղախպության, կեղծասիրության, կեղծանքի, պղծանքի հետևանքները, դուք պետք է զգաք։